Պարոն Արուշանյան, մարտի 30-ին Գյումրիում քաղաքապետի ընտրություններ են եւ ԿՊ-ն, ինչպես շատերն են կարծում, մի քանի դեմքով է հանդես գալիս, որպեսզի հետո կոալիցիա կազմեն եւ հույս ունեն, որ այդպիսով կնվաճեն նաեւ Գյումրի։ Ինչ կարծիք ունեք, ինչ ձայներ կհավաքի իշխանությունը։ Մի նախադասության մի հարցի մեջ մի քանի հատ բաներ ասացիք, որոնց հեշտով արձագանքելու եմ։ Նախ մեղադրել ԿՊ-ին տարբեր դեմքերով հանդես գան, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է այս ամբողջ պատմության մեջ, որ մենակ իր դեմքով է հանդես գալիս, ուղիղ, եւ ժողովուրդը դա շատ լավ տեսնում է։ Մեղադրել մի բանի մեջ, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեղավոր չի, այդ բարձ է հասկանալի ընդհանուր ծեռագիր է նիմադիչ դաշտի։ Մենք ինչ հավակնություններ ունենք, մենք մեր ուժերի վրա վստահ ենք, մենք գնում ենք հաղթանակի վստահ քայլերով եւ ամբողջ կարոզարշավը եւ մեր արած աշխատանքը ցույց ենք տալիս ժողովրդին։ Մենք արած աշխատանք ունենք, մենք արվելիք աշխատանք ունենք եւ այդ ամեն ինչը ժողովուրդը շատ լավ տեսել ու տեսնում է։ Մեզ կարիք չկա որևէ այլ ուժեր ներգրավել, որպեսզի մենք միայնակ կառավարում ունենանք, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում ես եւ մենք վստահ ենք մեր ուժերի վրա։ Ինչով ձեզ հարցազրույց անելը մենք նաեւ շրջել ենք Գյումրիով, քաղաքացիների հետ ենք խոսել, ինչ են ասում, երբ ասում ենք ինչու ԿՊ չընտրեք, հա, ինչու չեք ուզում։ Ինչի՞ պես հարցեր տալ։ Չէ, որ ասում ենք ուղղորդում եք քաղաքացիներին եք ընտրելու, այլ ասում ենք իշխանություններից գոհ եք, դժգոհ եք։ Օրինակ, մեկը ասում է 5000 երեխու գլուխ կերան, ինչի՞ պիտի իրենց ընտրենք։ Մյուսը ասում է պատերազմ բերեցի երկրի գլխին ու հասկանալի էլ չէ, արդյոք այդ խաղաղության պայմանագիրը այսպես կոչված իսկապես խաղաղություն կբերի։ Մյուսը խոսում է, որ չեն հավատում Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ Զանգեզուրի միջանցք է տալու Ադրբեջանին։ Ինչ կասեք այս մտահոգությունների վերաբերյալ։ Նախ կասեմ այն մարդիկ, որոնք մեր զոհերի թիվը դարձնում են 5000, այդ մարդկանց հետ մի կերպ շփվեք, որովհետև երևի իրանք ուրախանում են կամ փորձում են այդ ձևով թիվ չէ, դե մարդ է։ Կալորացնել այդ թիվը դարձնել, ավելացնել 1000 մարդով, այդ մարդկանց հետ մի շփվեք միանշանակ։ Այդ մարդկանց ունեցել ենք այնքան, ցավոք մեր համար մի զոնել է ողբերգություն, հրաբարակված թվերը կան, այն մարդիկ 5000 միանշանակ չի, հրաբարակված թվերը կան, վստահ կարող եմ ասել, որ 5000-ը չի ու կալորացնել 5000 զոհ դարձնել, այդ մարդկանց հետ մի քիչ շփվեք, որովհետև չարժի շփվել։ Այն մյուս հարցերին պատասխան կասեմ, որ ես էլ շփվել եմ այն մանկավարժների հետ, որոնք հնարավորություն ունեն ատեստավորումով 3-400 000 դրամ աշխատավարձ ստանալ, որով բացատրում են ինչի պիտի քաղաքացիական պայմանագրին ընտրել։ Ես շփվում եմ այն քաղաքացիների հետ, որոնց փողոցները երկար տարիներ ցեխերի մեջ է եղել, հիմի այդ փողոցները ասֆալտապատ են, այդ մարդկանց հետ եմ շփվում ու իրանք շատ լավ գիտեն ինչի պիտի ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Խոսել եմ այն տնօրենների հետ, որոնք մակուր ու արտար մրցույթներով դարձել են դպրոցիկաներ եք, ջերմուկցին բնականաբար, շատ ճիշտ եք, ջերմուկցին պիտի չընտրի Գյումրու թիմ ընտրություններին, որովհետև ինքը իրավունք էլ չունի, հիմի մենք համապետականին կխոսենք 26 թվականին, հիմի մենք խոսում ենք Գյումրի թիմ ընտրությունը վերջացնել։ Ռեյտինգը ընդհանրապես կապ չունի Գյումրու ընտրությունների չի ասելու։ Բնականաբար մեր կուսակցության ու վարչապետի ռեյտինգը շատ բարձր է եւ ազդեցություն ունենալու է Գյումրու թիմ ընտրությունների վրա, որովհետեւ այս քաղաքական ընտրություններ են եւ ազդեցություն ունեն։ Կարծիքով Գյումրեցու համար մեկ է, որ ադրբեջանցիները ջերմուկում են, Սյունիքի մարզում են, Գեղարքունիքի մարզում են, հա։ Ոչ, բնականաբար մեկ չէ, դրա համար 21 թվի ընտրություններին Գյումրեցին ու Շիրակի մարզի բնակչությունը շատ բարձր մասնակցություն ունեցավ տոկոսային եւ շատ բարձր ձայն տարանք։ Մենք հաշվի առնելով 26-ին գյումրեցիները դրա պատասխանն է կտամ, վստահ եղեք, չէ, գյումրեցին ուղղակի գյումրեցին շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվել 18 թվականին, ինչ է կատարվել 20 թվականին, ինչ է կատարվել 24 թվականին եւ ինչ է կատարվելու 26 թվականին։ Նաեւ շատ լավ գյումրեցին տեղյակ է, թե 90 թվականից 90 Գյումրեցին ամեն ինչ շատ լավ տեսել է, Գյումրեցին ամեն ինչ շատ լավ գիտի եւ իր գնահատականը վստահ կտա։ Գյումրեցում միշտ ասել եմ, հնարավոր չի մոլորեցնել
աղմկահարույց վերնագրերով, հնարավոր չի մոլորեցնել այն նման հարցերով, ես վստահ եմ իմ Գյումրեցու վրա։ Բայց ինչու քպական պատգամավորները այնքան ձայն չհավաքեցի, որ դառնան համայնքապետ։ Իսկ պրայմերիսի մեջ ուրիշ մարդ կար։ Քպական պատգամավորները Պրայմերիսի մեջ մակային քաղաքացիական հավաքեցիք։ Ինչու Սարիկը։ Սարիկը որտեղից էր։ ԽՊ-ի համակիր էր, որ վարչությունը հաստատել էր Սարիկի մասնակցությունը պրայմերիսին։ Քպական էր, հա Սարիկը։ Սարիկը համակիր էր։ Բայց ձեր կարծիքով պատգամավորները ԿՊ-ին չհաղթեցին, եթե Գյումրիում տենց լավ ձայներ ունեի, գյումրեցիները ձեր կողքին են, Գյումրեցիները մասնակցել են քաղաքացիական ժողով, ասենք պրայմերիսին մասնակցել են քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչության կողմից հաստատված տեխնացուները, այսինքն բոլոր այդ տեխնացուների քաղաքացիները ովքեր ըստ երևույթին պետք է որ ավելի բարձր ռեյտինգ ունենան, որտեղ մանդատակիր են եւ իրենք ավելի շատ հնարավորություններ ունեն։ Կանադականը Գյումրեցին է տվել, մենք հաշտ ենք այդ կանադականի հետ եւ ԿՊ-ի պաշտոնյա։ Զարմանում եմ ԿՊ-ի կազմակերպած պրայմերիսին ասել որ ԿՊ-ին ցեն չի տվել։ Ինչն էր ցուցանիշ, ընդհանրապես ցուցանիշ չէր։ Որ Սարիկ Մինասյանը ընտրվեց, այլ ոչ թե դուք։ Ես ընտրվել եմ, մարզպետ եմ ընտրվել Գյումրեցիների որոշումով։ Ձեզ նշանակել են Շիրակի մարզը միակ մարզն է, որ մարզպետը ընտրովի է պրայմերիսից հետո։ Փորձը ցույց է տալիս, այսպես չի որ ավել բաներ եմ ասում, չէ, փորձը ցույց տվեց պրայմերիսի արդյունքում մարզպետին ընտրում են։ Գյումրիում չէ, Շիրակում։ Շիրակում Ընտրեցին, ցույց տեսակ, թե նշանակում են իքով։ Ընտրության արդյունքում վարչապետը որոշում կայացրեց նշանակել այն արդյունքների հիման վրա, որը գյումրեցիները տվել էին։ Մի խոսքով Սյունիքում, Շիրակում մարզպետին ընտրում են, ոչ թե նշանակում։ Գյումրեցիները իրենց ձայնը ասեցին եւ վարչապետը հետամուտ եղավ գյումրեցիների ձայնին, ինչպես միշտ է եղել։